Եվ առաջին հարցը վերաբերյալ է առողջական խնդիրներու, մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ Ահազան շատ ուղիղ խնդրեց, որ աննապաղ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված խնդրում եմ քրեակատարական բժշկության պոակին հասցեագրեք ձեր հարցերը։ Տեղեկություններ չունեք։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն։ Ինչ պայմաններում են պահվում սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններում են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ ոչ մյուս հուսամ չեկել լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զրկված անձինք։ Նուբարաշենում շատ զարդ վիճակ է, ես մի անգամ Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատարական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատարական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք եւ հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու։ Նախարարը ասաց, որ առողջապահական ցանկ կա քրեակատարողական հիմնարկների դեպքում, թե ինչ առողջական խնդիրներով մարդիկ պետք է դուրս գան եւ այլն, այսինքն լուծումն է։ Կարող եք ենթադրել, որ այն մահերը, որ եղել են մինչև հիմա, այդ ցանկի պատճառով է, որ այդտեղ չեն եղել, այսինքն իրենք ամեն դեպքում Ես իհարկե միանշանակ չեն ստացել միջամտություն կամ օգնություն դրա համար Ես միանշանակ այդպիսի հետևություն չեմ կարող անել, որովհետև այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատարական բժշկության կենտրոնի եւ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում։ Ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, երբ որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես այս դեպքում սովորական քաղաքացի, ով որ չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատարական հիմնարկում պատիժը կրելու։